Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ մենք արդեն իսկ անդրադարձել էինք գերխնամքի բացասական հետևանքներին։ Այսօր կփորձենք այդ խնդրին նայել հակառակ կողմից։ Եթե օրինակ գերխնամքի պատճառով երեխաները զրկվում են ինքնուրույնությունից, դադարում են ինքնուրույն որոշումներ կայացնել, առանց մեծահասակի աջակցության դժվարանում են որևէ բան անել իրենց կյանքում, եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է այդ ամենը կանխարգելել եւ ընդհակառակը մեծացնել ինքնավստահ երեխաներ։ Բայց նախքան հիմնական թեմային անցնելը, եկեք մի քանի բառով վերհիշենք, թե ինչն էր ազդում երեխաների ինքնավստահության ձևավորման վրա, այսինքն ինչը կարող էր բացասաբար ազդել, որպեսզի երեխան սկսեր այլևս չհավատալ իր ուժերին։ Առաջին նախապայմանը ծնողների մշտական քննադատությունն է, երբ ամեն անգամ որևէ գործողություն սկսելուց առաջ դուք իրեն անմիջապես ասում եք, որ նա փոքր է, որ իր մոտ չի ստացվի, որովհետև նախկինում չի ստացվել եւ այդպես շարունակ։ Հարգելի ծնողներ, եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ շատ դեպքերում, երբ մեզ այսպես ասած ձեռնտու է, երեխաները դեռ փոքր են, չեն հասկանում եւ այլն։ Իսկ երբ ճիշտ հակառակ բանն է մեզնից պահանջվում, մենք իրենց ասում ենք՝ դու մեծ ես, դու արդեն պետք է սա կարողանայիր անել եւ այդպես շարունակ։ Հետևաբար, երեխայի հանդեպ ձեր սպասելիքները պետք է լինեն արդարացված, ոչ թե նախկին բացասական փորձերը անընդհատ բերեք ասպարեզ, անընդհատ հիշեցրեք, որ որևէ տեղ նրանք ձախողել են, այլ արեք ճիշտ հակառակը, երեխային հնարավորինս ներշնչեք, որ երբ որ որևէ սխալ բան է արել, դա իր համար եղել է մեծ փորձ, որպեսզի հետագայում արդեն հնարավորինս խուսափի սխալներ գործելուց։ Հետո հարգելի ծնողներ, կա այսպիսի մի բան, մեզ իրականում, եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, շատ ձեռնտու է այսպես ասած, որպեսզի ամեն ինչ անենք երեխայի փոխարեն։ Հիմա բացատրեմ։ Շատ դեպքերում, երբ դուք երեխային տալիս եք որևէ հանձնարարություն, նա կարող է ժամանակի մեջ չտեղավորվել, շատ մեծ ցանկություն ունենա ձեզ օգնելու, բայց միջև վերջ չկարողանա գործը ավարտել եւ այդպես շարունակ։ Օրինակ, եթե մայրիկները աղջիկներին ասում են օգնին իրենց, որպեսզի ափսեները լվանան, շատ հավանական է, որ շատ երկար տևի այդ գործընթացը կամ միջև վերջ մաքուր չլինի եւ դրա պատճառով մայրիկները երեխայի ետևից կրկին լվանան ափսեները։ Հիմա կարծում եմ հասկացաք ինչի նկատի ունեի։ Դրա համար շատ դեպքերում մենք խուսափում ենք երեխաներին այսպես ասած աշխատեցնելուց։ Քանի որ նախապես գիտենք, որ իրենց մոտ չի ստացվի կամ շատ ժամանակ կխլի։ Բայց ինչպես հաճախ ասում ենք, շատ կարևոր է, որպեսզի երեխաներն իրենց փորձով կարողանան կատարել որևէ գործողություն եւ առհասարակ աշխարհը ճանաչելու համար իրենց փորձով պետք է համոզվեն որևէ արարքի լավ կամ վատ լինելու վերաբերյալ։ Բայց այս ամենն իհարկե չի վերաբերվում կյանքին վտանգ հասցնող որևէ գործողությունների մասին։ Հարգելի ծնողներ, դուք միշտ էլ պետք է երեխաներին նախապատրաստեք կյանքի դժվարություններին, ներկայացնեք, թե ինչպիսի վտանգավոր բաներ կարող են իրենց սպասել դրսում, բայց այդ ամենը պետք է անեք հնարավորինս թեթև ու մատչելի ձևով, ոչ մի կերպ չգորշացնելով այն գույները, որոնք որ մատուցում եք երեխային։ Եթե դուք երեխաներին պատմեք որևէ վտանգի մասին եւ այդ ամենը հասցնեք ծայրահեղ աստիճանի, շատ հավանական է, որ երեխաների մոտ այլևս մարի ցանկությունը որևէ բան ինքնուրույն անելու համար։ Օրինակ տեսեք, երբ երեխան ցանկանում է դուրս գալ բակ, խաղալ բակի երեխաների հետ եւ դուք անդադար շեշտում եք, որ բակ դուրս գալուց առաջ պարտադիր պետք է դնի գլխարկը տակ, հագուստ հագնի կամ պարտադիր պետք է անդադար ուշադրությունը կենտրոնացնի երթևեկության վրա, երեխան կարող է, հատկապես նրբազգաց երեխան, կարող է շատ վատատեսական սցենարներ մշակել իր գլխում եւ այդ պատճառով, քանի որ խուսափում է այդ վատ սցենարներից, պատասխանատվության զգացումից, այլևս չցանկանալ գնալ բակ խաղալու։ Եվ այստեղ իհարկե իրեն օգնության են գալիս խելացի սարքերը եւ ձեր երեխաները հետագայում կենթանի շփումը փոխարինում են արդեն հեռախոսային համակարգչային խաղերով։
Որովհետև դրսում, եթե կարող են հանդիպել վտանգների, եւ դուք ասում եք օրինակ, որ եթե գլխարկ չդնի, ականջները կսառեն, վերջում կհայտնվի հիվանդանոցում, բժիշկները դեղեր կներարկեն եւ այլն, բնականաբար երեխայի մոտ նվազում է ցանկությունը բակային խաղերի հանդեպ եւ դրա փոխարեն հետաքրքրություն է առաջացնում վիրտուալ աշխարհը։ Այնտեղ, որտեղ որ հնարավորինս վտանգներն ավելի քիչ են։ Իհարկե, իրենց պատկերացմամբ են վտանգներն ավելի քիչ։ Չէ՞ որ այնտեղ չկա ցրտահարվելու վտանգ, այնտեղ չկա վրաերթի ենթարկվելու վտանգ եւ այդպես շարունակ։ Դուք նկատած կլինեք, որ հատկապես փոքրիկ երեխաները շատ մեծ հետաքրքրություն են դրսևորում բնության երևույթների նկատմամբ, արտաքին աշխարհի նկատմամբ։ Օրինակ, երբ դուք դուրս եք գալիս զբոսանքի անձրևից հետո, փոքրիկները հաճախ են գալիս, մտցնում ոտքերը ջրափոսերի մեջ եւ ցանկանում ճպճպացնել ոտքերով, բայց դուք դրանի պատասխան շատ խիստ բարկանում եք եւ երեխային ձեռքից բռնելով մի կողմ տանում, բացատրում, որ չի կարելի, որ ցեխոտ է եւ այդպես շարունակ։ Պատկերացնում եք, չէ՞ որքան բարդ է երեխայի համար մեծահասակների աշխարհին ընտելանալ այն աշխարհին, որտեղ բազմաթիվ չի կարելիներ կան, եւ գրեթե այն ամենը, ինչը որ զվարճալի է իրենց կարող է ուրախացնել, պարզվում է, որ վտանգավոր է իրենց համար։ Այդ պատճառով հարգելի ծնողներ, նախ եւ առաջ ինքնավստահ երեխա մեծացնելու համար շատ կարեւոր է, որպեսզի դուք հաշվի նստեք երեխայի ցանկությունների հետ։ Իհարկե հնարավորինի սահմանում եւ նաեւ հաշվի առնելով իր անվտանգությունը։ Փորձեք միասին բացահայտել աշխարհը։ Եթե երեխան նշում է, որ ցանկանում է դուրս գալ անձրևի տակ քայլելու, կարելի է այնուամենայնիվ մի քանի րոպե քայլել անձրևի տակ։ Դրանից շատ ավելի վատ ինչ որ բարդ հիվանդություն բնականաբար չեն առաջանա։ Մեզ հեշտ է, այսպես ասած, ղեկավարել երեխաներին, պահելով նրանց վախի մթնոլորտում, անընդհատ բարկանալով կամ սպառնալով, որ որևէ բանից կզրկենք իրենց, բայց եկեք չմոռանանք, որ հետագայում այդ ամենը կարող է շատ լուրջ հետևանքներ թողնել երեխայի անձի ձևավորման վրա։ Եվ բնականաբար այն վախերն ու տագնապները, որ կունենա երեխան, հետագայում կազդեն նաև նրա կյանքի որակի վրա։ Այսպիսով, հարգելի ծնողներ, պետք է երեխաներին հնարավորություն տալ լիարժեք բացահայտել աշխարհը։ Բացի այդ, ինչը կարող է նաև օգնել, որպեսզի երեխաներն ավելի ինքնավստահ դառնան։ Դուք պետք է նկատեք եւ մատնացույց անեք բոլոր այն դրական արժանինքները, որ ունի ձեր երեխան, ու նաև բոլոր ձեռքբերումները։ Շատ հաճախ լինում է այնպես, որ մենք մեծահասակներս անընդհատ արժեզրկում ենք երեխայի ձեռքբերումները։ Օրինակ, երբ երեխան որևէ բարձր գնահատական է ստանում, երբեմն մեծահասակները հարցնում են՝ «Բա քո դասընկերն ինչ գնահատական էր ստացել, եղբայրդ ավելի բարձր գնահատական էր ստացել, կամ այսա որ պատրաստել ես, բոլորն էլ կարող են պատրաստել, դու սրա փոխարեն կարող ես ավելի կարևոր գործով զբաղվել» եւ այդպես շարունակ։ Քանի որ այդ ամենն անմիջականորեն ազդում է երեխաների հոգեբանական վիճակի վրա, եկեք այսուհետ պայմանավորվենք, որ հաջորդ անգամ դուք ձեր արտահայտություններում կլինեք ավելի զգուշավոր։ Եթե օրինակ գտնում եք, որ այն գործողությունը, որը նա կատարել է իր դասերն անելու փոխարեն, ու ավելի լավ կլիներ, որպեսզի այդ ժամանակը տրամադրեր գրավորները գրելուն եւ այլն, դուք ավելի մեղմ տարբերակով կարող եք դա երեխային մատուցել։ Ասեք, որ իր պատրաստածը ձեզ անչափ դուր է գալիս, որ շատ լավ է, որ երեխան ջանքեր է գործադրել եւ վերջնարդյունքում այդպիսի գեղեցիկ բան է ստացել, բայց այժմ դուք պետք է գնաք գրավորները գրելու, դասերը սովորելու եւ այլն։ Հնարավորինս ավելի մեղմ խոսեք երեխայի հետ, քանի որ ձեր խոսքը, ձեր արտահայտությունները շատ մեծ ազդեցություն են ունենում նրա ինքնագնահատականի վրա։ Հետո հարգելի հեռուստադիտող, շատ կարևոր է նաև, որպեսզի երեխան տեսնի ինքնավստահ ծնողների։ Եթե դուք ինքներդ ունեք ինքնագնահատականի հետ կապված խնդիր, շատ դժվար է մեծացնել ընտանիքում այնպիսի երեխայի, ով ինքն իրենից գոհ կլինի։ Եթե դուք անընդհատ դժգոհ եք ձեր արտաքին տվյալներից, ձեր մտավոր ունակություններից, ձեր աշխատանքից, ընտանիքից, տանից եւ մնացած այլ բաներից, ու այդ դժգոհությունն անընդհատ հայտնում եք երեխային, կամ առհասարակ խոսում եք այլ մեծահասակի հետ, բայց երեխան այդ ամենը լսում է, երեխան կամա թե ակամա վերագրում է այդ բոլորը նաեւ իր անձին։ Նա այդ ամենն արդեն վերագրում է ինքն իրեն եւ ինքն էլ է սկսում դժգոհել։
անընդհատ տեսնել բացասականը, մի կողմ թողնելով այն բոլոր դրականը, որը մեր շուրջը եւ նաեւ մեր ներսում լի է։ Այսպիսով հարգելի հեռուստադիտողներ, շատ կարևոր է, որպեսզի դուք ինքներդ ձեզնից լինեք գոհ եւ նաեւ գովաբանեք ձեր երեխաներին։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ համար պատրաստել ենք թերապևտիկ հեքիաթ, որը հիմնականում նախատեսված է 3-ից 6 տարեկան երեխաների համար, բայց կարող եք մի փոքր փոփոխություն մտցնելով կիրառել նաև ավելի մեծ երեխաների դեպքում։ Այս հեքիաթի հիմնական նպատակը երեխաների մոտ ինքնավստահություն ձևավորելն է եւ օգնելը, որպեսզի նրանք արդեն առանց մեծահասակի օգնության կարողանան հարմարվել կյանքի փոփոխություններին։ Եվ այսպես այսօրվա մեր հեքիաթը փոքրիկ ագռավի մասին էր։ Ծառերից մեկի ճյուղի վրա մայր ագռավը բույն էր հյուսել եւ անհամբերությամբ սպասում էր, թե երբ են ձվի մեջից դուրս գալու փոքրիկ ագռավները։ Եվ մեկը մյուսի ետևից ձվից դուրս էին գալիս ագռավները, բայց ձվերից մեկի հետ այդպես էլ ոչինչ չէր կատարվում, եւ մայր ագռավը որոշեց օգնել փոքրիկ ագռավին դուրս գալ լույս աշխարհ։ Նա կտուցով սկսեց հարվածել ձվին եւ վերջնական արդյունքում փոքրիկ ագռավը ծնվեց։ Հետո մայրիկը նկատեց, որ նա ի տարբերություն մյուսների մի քիչ ավելի փոքրիկ է եւ սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել փոքրիկին, անընդհատ կերակրել իրեն, երբ մնացած փոքրիկները արդեն սովորել էին թռչել, սովորել էին ինքնուրույն որսալ, մեր փոքրիկը դեռևս ոչինչ չէր կարողանում անել, քանի որ իր փոխարեն անընդհատ այդ ամենն անում էր մայրիկը։ Եվ ամեն անգամ, երբ մայրիկը փորձում էր փոքրիկ ագռավին սովորեցնել թռչել կամ ինքնուրույն որս անել կամ կռկռացնել, նա շատ տխրում էր, գնում էր, կանգնում էր բույնի մի անկյունում եւ լաց էր լինում, որովհետեւ իր մոտ անգամ կռկռալը չէր ստացվում։ Մայրիկն էլ ստիպված ամեն ինչ իր փոխարեն էր անում։ Բայց քանի որ ժամանակը գնում էր ու ագռավը մեծանում էր, մայրիկը հասկացավ, որ այդպես չի կարող շարունակվել եւ գնաց անտառի խորքում ապրող իմաստուն մեծ ագռավի մոտ ու փորձեց հասկանալ, թե ինչ կարող է անել, որպեսզի փոքրիկին սովորեցնի լինել ինքնուրույն։ Իմաստուն ագռավն ասաց, որ կգա իրենց օգնության, միայն թե մայրիկը պետք է խոստանա, որ ոչնչով չի օգնելու փոքրիկին։ Մայրիկը խոստացավ եւ նրանք միասին վերադարձան ագռավների բույնը։ Այնտեղ փոքրիկ ագռավը միայնակ սպասում էր մայրիկի վերադարձին, քանի որ քաղցած էր։ Իր քույրիկ եղբայրներն արդեն գնացել էին թռչելու, որդեր գտնելու, իսկ նա սպասում էր մայրիկին։ Երբ մեծ ագռավը եկավ մայրիկի հետ միասին, նրանք կանգնեցին երկուսով փոքրիկի կողքին եւ կարծես թե միամիտ մեծ իմաստուն ագռավը հրեց փոքրիկին եւ ցած գցեց բնից։ Քանի որ մեր փոքրիկը դեռևս թռչել չգիտեր, նա շատ վախեցավ եւ բարձր վայրից ընկնող ծանր քարի պես անմիջապես իջավ ցած, բայց հետո հասկացավ, որ այլ ընտրանք չունի եւ սկսեց բարձրաձայն կռկռալ։ Երբ որ զգաց, որ իր մոտ ստացվել է կռկռալը, նա իր բոլոր ուժերը հավաքեց եւ կարողացավ արդեն համարյա թե հատակին հպվելուց առաջ բարձր ճախրել դեպի վեր եւ տեսավ, որ ստացվում է իր մոտ, թևերն ավելի ուժեղ են դարձել, ինքն էլ արդեն կարողանում է թռչել։ Անմիջապես վերադարձավ իր բույնը, մայրիկին ցույց տվեց, որ արդեն կարողանում է կռկռալ ու թռչել եւ ուրախ գնաց իր քույր եղբայրների մոտ։ Մայրիկը սկզբում շատ էր վախեցել, քանի որ կարծում էր, որ իր փոքրիկը կվնասվի հատակին ընկնելու պատճառով։ Բայց երբ տեսավ, թե որքան արդյունավետ էր ծեր իմաստուն ագռավի խորհուրդը, շատ ուրախացավ, որովհետև այդ օրվանից սկսած իր փոքրիկն արդեն անկախ էր դարձել ու մայրիկը ստիպված չէր լինում իր փոխարեն ամեն ինչ անել, չէ՞ որ մայրիկը միշտ չէր լինելու իր կողքին եւ չէր կարողանալու բոլոր տեսակ դժվարություններից զերծ պահել փոքրիկին։ Հարգելի հեռուստադիտող, կարծում ենք, որ այս թերապևտիկ հեքիաթը ձեզ համար արդյունավետ կլինի եւ ձեզնից շատերը միգուցե այս հեքիաթում կտեսնեն իրենց Քանի որ չափազանց հոգատարությունը կարող է երեխաներին զրկել ինքնուրույնության զգացումից
Եվ քանի որ կյանքում շատ անկանխատեսելի իրավիճակներ են լինում, ու մենք էլ միշտ չենք կարող լինել մեր երեխաների կողքին, շատ կարևոր է, որպեսզի իրենք կարողանան բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելու համար ելքեր գտնել։ Իհարկե դուք միշտ պետք է երեխային աջակից լինեք, պատրաստակամ լսելու առանց քննադատության, բայց պետք է տաք նրանց նաև հնարավորություն աշխարհն ինքնուրույն բացահայտելու համար։ Իսկ դες հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը, կհանդիպենք։